մենք տեսնում ենք, որ Տերը շատ լուրջ է վերաբերվում եւ շատ, ասենք ասած, հիմնավոր է իրականացնում մարդու հետ իր հարաբերությունները։ Ոչ միայն Տերը խոսում է, խոսքով ներկայացնում է, այլ շատ տեղերում լուրջ, ասենք ասած, շատ կարևոր բաների մեջ միշտ կարևոր, ասենք ասած, հիմքերով եւ վկայությունով է իր խոսքը ներկայացնում։ Տեղեր կա, օրինակ ասում է երկինքն ու երկիրը վկայում, չէ՞, բերում, վկայ է այս բանի համար։ Փաստ է, որ ոնց որ ասած ինչ-որ մի բան, բայց նաև վկաներ կան, որոնք հաստատում են, ապացուցում են այդ իրողությունը։ Այսինքն շատ լուրջ է Տերը վերաբերվում։ Եվ տեսնում ենք հարցեր, որոնք իր ծրագրերի հետ են կապված, ինքը տեսնում ենք խոսում է իր ծառաների հետ եւ հաճախ այդ խոսքը ոչ միայն ուղղակի խոսք է, խոստում է, այլ նաև ուխտ է դառնում, այսինքն զոհով Աստված ուխտ է կապում։ Օրինակ Նոյի հետ կապեց չէ ուխտ, կապեց Աբրահամի հետ ուխտ, շատ Աստծո ծառաների հետ, նաև կապեց ամբողջ Իսրայելի հետ, հետո նաև ամբողջ մարդկության հետ։ Եվ այդպիսի հարաբերություն ստեղծել, այդպիսի իրավական հիմքով, այսինքն պայմանով, պայմանավորվածությունով, ասենց ուխտով, դա շատ ավելի լրջացնում է, ցույց է տալիս Աստծո շատ լուրջ եւ ասենց կարևորված այդ բաներին մոտենալը, որ Աստծո համար շատ կարևոր է եւ լուրջ են դրանք եւ դրա համար այդ ամեն ինչը վկաներով է հաստատվում, ուխտով է հաստատվում, պայմանագրային կապով է հաստատվում, որպեսզի պայմանագրով է հաստատվի, ինչ որտեղ նմանը կարելի ասել բաների, որ հաճախ մարդիկ ինչ որ մի բան ուզում են ոնց որ ասած հաստատեն իրար մեջ, ուղղակի մենակ խոսքը չի գործում, այսինքն խոսքով ասեն, պայմանավորվեն եւ վերջ։ Հաճախ դա հատուկ պայմանագրային տեսք է, չէ՞, ստանում այդ պայմանավորվածությունը, նոտարով անցնում, եսին ինչ է լինում, կնիկ է դրվում եւ այլն։ Այսինքն որքան այդ բաները կան, այնքան ավելի դրա լրջությունն է ցույց տալիս, ծանրակշիռ լինելն է ցույց տալիս։ Եվ Տերը անսուտն Աստված է, նրա բերանից դուրս չի եկել սուտ խոսք, ինչ որ ասում է ճշմարիտ է, բայց նաև ասենց ասած Տերը ոնց որ ծանրակշիռ է դարձում նաև իր մարդու հետ հարաբերությունը ուխտ կնքելով, ուխտով հաստատելով, պայման կապելով այդ բաները։ Եվ այդ ծանրակշռությունը մարդը պիտի ինքն էլ հասկանա, որտեղ տեղեր կա, հարցեր կա, որ Աստված գործել է, արել է մարդու կյանքում, մարդիկ չեն հասկացել դրա ինչքան ծանրակշիռ է, կարևորված է դա Աստծո համար։ Մարդիկ դրանք փոքր գուցե շատ այդքան նշանակություն չեն տվել, բայց հետագայում որ Տերը խոսում է, տենում ես ինքը շատ մեծ նշանակություն է տվել։ Սողոմոնի համար Սուրբ Գիրքը ասում է, ես 2 անգամ նրա հետ խոսեցի, հայտնվեցա, խոսեցի, բայց նա կարելի ասել անարգեց, հիշում եք, ինքը թողեց Աստծո պաշտամունքը գնաց օտար աստվածների ետևից 2 անգամ խոսեց։ Գուցե Սողոմոնի համար դա մի հատ թեթև թույլ բան էր 2 անգամ Աստված խոսեց, բայց ինքը մեջբերում բերում Աստված, որ սա շատ մի կարևոր լուրջ բան է կատարվել, նա պիտի դա հաշվի առներ, Աստված է խոսել։ Նմանապես մենք, որ այսօր Քրիստոսով Աստծո հետ նոր ուխտի մեջ ենք, սրա ծանրակշռությունը պիտի հասկանանք, պիտի գիտակցենք։ Երբ որ նայում ենք Ժողովող գիրքը 5-րդ գլխում, առաջի խոսքից ես այս համար կարդամ, մարդիկ, որոնք այդ թեթև են նայում այդ հարցերին, լուրջ չեն վերաբերվում, այդ իրանց լուրջ չվերաբերվելու պատճառով շատ հարցերում պիտի կսխալվեն, շատ հարցերում այդ ոնց որ ասած Աստծո ուխտի մեջ թերի կգտնվեն, պակաս կանեն եւ այլ, դրանց Տերոջ խոսքը հանդիմանություն ունի եւ այսպես ասում 5-րդ խոսքից Ժողովող 5-րդ գլխի առաջի խոսքից սկսած 1-ից մինչև 7-րդ խոսքը զգուշ եղիր ոտքիդ համար, երբ որ գնաս Աստծո տուն եւ մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցելու հիմարների զոհը, որովհետեւ նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Խոսեց այստեղ ասես զգուշություն արա Աստծո տուն գնալուց, այս զգուշություն անես, ավելի շատ լսելու լինես, չէ՞, քան թե մատուցելու հիմարների զոհը։ Եվ ասում է այդ հիմարների զոհը մատուցողը
չգիտի որ չարություն է անում, այսինքն անգամ անում է Աստծո առաջին ու ինքը չել հասկանում որ իր արածը մեծ չարություն է, որտեղ ինքը չի գնահատում իր արածը։ Դրա ծանրությունը, ծանրակշռելիությունը չի հասկանում, որպեսզի իր արածի ծանրությունն էլ, չարությունն էլ հասկանա։ Եվ ինչա, այդ հիմարների զոհը որն է, որ ասում է զգուշեղիր եւ մի մատուցիր այդ հիմարների զոհը, ասում է շարունակության մեջ երևում է՝ մի շտապիր լեզվովդ եւ սիրտդ շուտով բան չարտասանե Աստծո առաջին, որտեւ Աստված երկնքումն է, դու երկրի վրա։ Սրա համար թող խոսքերը քիչ լինեն, որտեւ երազը գալիս է զբաղմունքի շատությունից եւ հիմարի ձայնը շատախոսությունից։ Երբ Աստծուն ուխտ ես ուխտում, մի ուշացրի նրան հատուցանելու, որովհետեւ նա հիմարներին չի հաճում, ինչ որ ուխտում ես, կատարիր։ Լավ է որ չուխտես, քան թե ուխտես եւ չկատարես։ Թող մի տար բերանիդ, որ մարմինդ մեղանչել տա, եւ Աստծո падգամավորի առաջին մի ասիր, թե սխալմունք եղավ։ Ինչու համար Աստված բարկանա քո խոսքի համար եւ քո ձեռքի գործերը ավերե, որովհետեւ շատ երազներում եւ շատ խոսքերում շատ էլ ունայնություններ կան, բայց դու վախեցիր Աստվածանից։ Այստեղից ընդհանուր հատվածից հասկացավ հիմարների զոհը որն է, չէ՞, որ ինչ են անում, որ Աստծո առաջին խոստում են տալիս, ուխտ են կատարում, անում ու չեն կատարում։ Այստեղ ասեց, որ Աստված հավանում է նրանց, ովքեր որ կատարում են, իսկ հիմարներին չի հաճում, այսինքն հիմարը նա է, ով ասում է եւ ինչ չի կատարում։ Դրա ասում է մի շտապիր, այսինքն շտապելը առանց կշռադատելու, առանց ոնց որ ասած ամբողջական հասկանալու, որոշում կայացնելու, մի հարա, քո հան մի ասա, ոչը մի ասա։ Ասում ավելի լավ է չկապես այդ ուխտը, չէ, որ գիտես չես կարող կատարել, քան թե կապես եւ չկատարես, ասում խոսքես գնում է դրա մասին։ Այսինքն այստեղ խոսում որ Տերը շատ լուրջ է վերաբերում դրան, եթե դու անլուրջ մոտենաս, թեթև, հիմար ձևով, անխելք ձևով, առանց մտածելու, առանց խորը քննելու, առանց ասենց ասած հասկանալու դու իրոք համաձայն ես կամ իրոք դու այդ բաները սրտանց որոշել ես իրոք անելու, ապա կսխալվես, հաստատ կթերանաս եւ դա կդիտարկվի Տիրոջ մոտ որպես հիմարի զոհ։ Այսինքն զոհը դա բերանիդ խոսքն է, բերանիդ խոսքերն էլ է զոհ, այսինքն նվիրված Աստծուն, Աստծո համար, այդպես կարելի ասել։ Եվ դու դատապարտելի կգտնվես, ասում է Տիրոջ առաջին եւ Աստծո ծառայի առաջին, падգամավորի առաջին, այդպես ասում խոսքը։ Եվ ես ուզում եմ որպեսզի մենք գիտակցենք, այո, Աստծո լրջությունը դարձում մանավանդ գիտեք որն է, որ երբ որ խոսում ենք օրինակ Տիրոջ ուխտը կապած իր որդու Հիսուս Քրիստոս զոհով, նրա թափած արյունով կնքված շատ լուրջ բան է, մեծ բան է, որ Աստված մեր համար արել է եւ շատ լուրջ պատասխանատվություն է, որ Աստված այդ ուխտը ասենք մենք ուխտը կապում ենք, որտեվ այն ասենք ասած գինը, որ վճարվել է եւ այդ վավերացման համար, ուր ստանալու համար, ինչ կնիքով է կնքվել, ինչով է հաստատվել դա Քրիստոսի, Աստծո որդու Հիսուս Քրիստոսի թափած արյունն էր, կնիքը, պեչատը, որ հաստատեց այդ ուխտը եւ իրավական ուժ տվեց այդ ուխտին, որովհետեւ եթե այդ արյունը չթափվեր, կնիքը չդրվեր, ինչ պայման էլ որ պայմանավորվել էին, ուժի մեջ չէր մտնի, որովհետև կնիք չկար դրված այդտեղ։ Եվ այդ կնքելու համար, այսինքն որովհետեւ դա իրոք դառնա իրականություն, Աստծո եւ մարդու միջև եղած այդ պայմանավորվածությունը դառնա իրականություն, հաստատվի, լինի, ընթացք ստանա, դրա մեջ եղածները կատարվեն, Հիսուսի մահն էր պետք։ Նրա թափած արյունն էր պետք, որով պիտի կնքվեր եւ պեչատվեր, ասենց ասած, ինչպես ասացի, այդ փաստաթուղթը իրավական եւ դա ստանար իր իրավական ուժը։ Սա արդեն ծանրություն է, մեծ ծանր բան է, որ մեզ ասենք ցույց է տալիս, որ իրոք մի հատ կարևոր բանի մեջ ենք մենք եւ լուրջ բանի մեջ ենք։ Տեսնում ենք օրինակի համար առաջին ուխտի հետ կապված, երբ որ Աստված կապեց իր առաջի ուխտը մի ժողովրդի հետ, ոչ թե բոլոր ժողովուրդների հետ, Աբրահամի սերունդ հանդիսացող մարմնի կողմանից հրյաների հետ, այնտեղ Տիրոջ խոսքը նույնպես զոհի արյունով էր, բայց ասենք գա արդեն ոնց որ խորհուրդ հանդիսացող
գառան զոյայնոք, բայց միևնույն է, երբ որ հարցը եկավ նրան, որ Տեր այսպես ասում, քանի որ ասում է դուք ամփույթ գտնվեցիք ձեր ուխտի մեջ, ես էլ ամփույթ գտնվեցի իմ կողմից այդ ուխտի մեջ, այսինքն ուխտը երկկողմանի պայմանավորվածություններ են, երկու կողմեր Աստված եւ մարդ, եւ Աստված ունի իր պարտականություններն ու պատասխանատվությունը այդ պայմանավորվածության մեջ, թե ինչ պիտի անի, մարդն էլ իրան ունի։ Եվ ասում է, եթե դուք ամփույթ գտնվեք, ես էլ ամփույթ պիտի գտնվեմ եւ այդ որոշվածը պիտի չկատարվի։ Եվ ժամանակ եկավ, որ նաեւ այդ ուխտը քանդվեց։ Տիրունական ընթրիքը, որ առաջին ընթրիքը տրվեց, չէ, հիշում եք, հաց եւ գինի էր, չէ, որ տրվեց, ճաշակեցին եւ բացատրվեց ամեն բանի խորհուրդը եւ ասեց գինու համար այս է իմ արյունը, չէ, նոր ուխտի, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Եվ նայում ես դա գրված է եւ Ղուկասում դա գրված է եւ Մատթեոսում, այսինքն տեսնում ես տիրունական ընթրիքը, երբ որ կատարվեց, սա հիշեցվեց, որ սա, որ մենք ընդունում ենք, կատարում ենք, սրանով մենք հիշում ենք Քրիստոսի թափած արյունը, բայց հետաքրքիր է, որ հատկապես այդտեղ շեշտադրվում է, որտեղ Քրիստոսի թափած արյունը բազմաթիվ, չէ, այսինքն նրա մահը բազմաթիվ հարցեր լուծեց, բազմաթիվ հարցերի պատասխանը տրվեց, բայց ասում եմ, որ ինչի համար է նոր ուխտի արյուն, հատկապես նոր ուխտի, այսինքն սա է ցույց տալիս, Տերը անգամ կա այդ, որպեսզի մեզ համար, ասենք ասած, այդ ուխտի կարևորություն, լրջությունը նաև հասկանանք, նաև դրա հետ միասին, այսպես կարելի ասել, միշտ այդ ուխտը հիշենք, Տերը անգամ դրեց կարգ տիրունական ընթրիք, որ տիրունական ընթրիքի մեջ, երբ որ մատուցվում է այդ ընթրիքը, նաև հիշատակվի անպայման սա Քրիստոսի մահն է հիշեցնում, այո, թափած արյուն, գինին հիշեցնում է Քրիստոսի թափած արյունը խորհրդանշանական ձևով, սիմվոլիկ ձևով, եւ դրանով հիշեցվում է, որ մենք այս թափած արյունով, չէ, նոր ուխտի մեջ ենք Աստծո հետ, այսինքն տիրունական ընթրիքը հենց դրվեց, որ շարունակաբար արվի եւ շարունակաբար էլ հենց այդ բանը փաստ հիշեցվի, որ մենք հիշենք, որ ուխտավոր մարդիկ ենք, պայմանի մեջ ենք, որ մենք հիշենք երկու բանն էլ է կարևոր, թե Աստված ինչա խոստացել մեզ անի այդ ուխտով, ինչա որոշել անի, որտեվ այո, այդ հավատքով ենք մենք ապրում, որ Աստված այս բաները մեր համար կանի, թե այս երկրի վրա ապրա ժամանակ, թե հավիտենության մեջ, բայց նաև երկրորդ կարևոր կողմը, Աստված իրանը հավատարիմ է, որ անի, գիտենք, ինչ որ ասել է կանի, երկրորդ կարևոր կողմը նաև մենք ինչ պայմանավորվածություն ունենք Աստծո հետ, մեր բաժինը որն է, այսինքն մենք զգաստանանք, մենք սթափվենք, մենք լրջանանք, երբ որ այդ անունը հիշենք, որ մենք նոր ուխտի մեջ ենք Տիրոջ հետ, այդ ուխտի պայմանները հիշենք, քննենք մեր անձերը, տեսնենք մենք այդ ուխտի պայմանները կատարում ենք, թե չենք կատարում, դրա մեջ ենք, թե չէ, գուցե հիմարի զոհ ենք մատուցել ինչ-որ ձևով, այսինքն այո ենք ասել, հայ ենք ասել, ու չենք էլ պատկերացնել, այդ ինչ ենք վիզարել, ինչ պատասխանատվություն ենք վերցրել, կամ գուցե հասկացել ենք, բայց շատ մակերեսոր են, շատ քիչ, իշեք Տեր Հիսուս Քրիստոսը, ինքը երբ որ նայում ենք, կարդում ենք, Տեր Հիսուս Քրիստոսի գալը որոշված էր վաղուց եւ այդ գալու հետ կապված նրա Մաղաքիայի մարգարեության օրինակ 3-րդ գլխում նա անվանվում է ուխտի հրեշտակ, չէ, հիշում եք, այսինքն հրեշտակ նկատի ունի դեսպան, հատուկ նպատակով ուղարկված, ուխտի նպատակով ուղարկված, նոր ուխտ իրականացնելու, հաստատելու համար, եւ տենում ենք Քրիստոսը եկավ իրոք հենց այդ բանով, ինքը եկավ, խոսեց այդ ուխտի մասին, որտեվ երբ որ ինքը խոսում էր, իրոք իր խոսքից երևում էր, որ ինքը մի նոր պայմանի մեջ է, պայմանագրի մեջ է տանում Աստծո հետ մարդկությանը։ Ընդ որում, երբ որ նա խոսում էր, հասկացում էր, որ մենակ հրեաների համար չի, այլ ամեն մարդու համար է, չէ՞։ Ինչպես էր դա երևում, օրինակ ասում է, գրված էր, չէ՞, այս բանը, բայց ես հիմա ասում եմ ձեզ, այսինքն ինքը իրոք եկել էր ուխտի պայմանները շարադրելու, թելադրելու, ներկայացնելու, ինչ նոր պայման է կապում Աստված մարդկանց հետ։ Հետո ներկայացնում է ուրիշտեղ, օրինակ Եբրայեցիս 7:22-ում ես չեմ կարդա ձեզ համար, կարող եք կարդալ ուխտը, կներեք Եբրայեցիս 8:6-ում եւ 9:15-ում ուխտի միջնորդ։ Միջնորդ, այսինքն մեկը, որ ինչ արեց, եկավ ուխտի մասին խոսեց եւ
մի գործ կատարեց, որով ինքը, ասենք ասած, իրավունք ստացավ միջնորդելու, միջնորդ կանգնելու, ասենք ասած, բարեխոս լինելու, որ Աստված մարդու հետ մտնի այդ ուխտի հետ մեջ, այդ նոր ուխտի մեջ Աստված եւ մարդ ընդունելի լինի, որտեղ մենք գիտենք, մենք ով ենք, որ Աստծո հետ պիտի այդ ուխտի մեջ մտնենք, մեղավոր, չար, աննազանդ, հեռացված Աստծո կյանքից, Աստծո ուխտերից, ինչպես Սուրբ Գիրքը ասում է, Աստծո խոստումներից հեռու, բայց Քրիստոսի խաչի գործը իրականացնեց այդ պատրաստություն տեսավ մեր համար, որ մենք մտնենք այդ ուխտի մեջ եւ ինքը միջնորդ եղավ, ինքը Աստծո եւ մարդու միջև այն անձը եղավ, որ կարող է Աստծո առաջին մարդուն շնորհ գտնել տա, որ մարդը արժանանա Աստծո հետ ուխտի մեջ մտնելու։ Իրոք դա մեծ արժանիք է, որ կարդում ենք այդ ուխտի պայմանները, ինչ փառավոր բաներ Աստված խոստանում են հավիտենական, հասկանում ես, որ դա Քրիստոսի միջնորդության շնորհիվ է, նրա հեղինակության պատճառով է, ոչ միայն հեղինակության, նրա կատարած գործի պատճառով է։ Դրա համար է ուխտը հաստատվում նրա կատարած գործի արդյունքով, այսինքն նրա թափած արյունով։ Եթե այդ գործը չկատարվեր, չէր հաստատվի այդ ուխտը։ Եվ Քրիստոսը ուխտի միջնորդն է։ Եվ երրորդ բանը Եբրայեցիս 8-րդ գլխում ներկայացում է 7:22-ում երաշխավոր ասում է նա եղավ ուխտի։ Երաշխավոր ինչ է նշանակում, որ երաշխավորում է, չէ, ոնց որ ասած բան է կանգնում, որ վստահություն է բերում, որ այդ բանը ինչ որ հաստատվեց, կնքվեց, պիտի ինչ լինի, կատարվի էլ։ Եվ որպես Աստծո կողմի երաշխավորություն է բերում, եւ մարդու համար էլ է երաշխավորություն ստեղծում։ Մենք գիտենք, այդ ուխտը պահելը, հնազանդվելը մարդու շնորհքից չի, մարդու կարողությունից ու զորությունից չի, դա աստվածային շնորհքով ու զորությունով, որտեղ այս ուխտը ազնվագույն պահանջներ ունի իր մեջ, կատարյալ պահանջներ ունի մեջ։ Եթե Տերը չօգնի մարդուն, մարդը չի կարող այդ պահանջներով բավարարել Աստծուն, մնալ ուխտի մեջ եւ հասնել ուխտի պայմանների կատարմանը, որ Աստված իրանը անի։ Այդպես է։ Եվ Տերոջ գործը եւ Տերը մեզ հետ է, որպեսզի մենք կարողանանք հնազանդ լինենք Տիրոջ ուխտին։ Ուշադիր լինենք, մտածենք մեր Աստծո հետ ունեցած ուխտի մասին։ Այսինքն մի հատ մեր պատասխանատվության մասը, մեր պարտականություն, թեպետ նորից ասում, Աստծունն էլ է կարևոր, որովհետև առանց այդ հավատքի մենք չենք կարող ապրել։ Մեր մասը մի հատ ուշադրություն դարձնենք, տեսնենք որքան նախ sense, որ վերնագիրը այսպես եմ, չէ՞, գիտես որ կատարես, նախ սա գիտես քո բաները, պատասխանատվությունը այդ ուխտի մեջ մտած ժամանակում, ասենք ասած այդ պայմանները, որ քո համար դրված են, եւ դու էլ տակը ստորագրել ես կոպիտ ասած, այսինքն քո այոն ես ասել, քո որոշումն ես կատարել։ Գիտես թե չգիտես։ Ուցե գիտես թերի գիտես։ Պակաս գիտես։ Որտեվ հենց շատ հաճախ մարդիկ օրինակի համար սովորական առօրյա կյանքում որ խնդիրները առաջանում է նաև հենց այն պատճառով, որ պայմանագիր են կնքում, այդ պայմանագիրը նորմալ կետերից տեղյակ չեն կարդում։ Մարդիկ էլ չար են, գիտեք, մեկ էլ բերում են այդ պայմանագիրի մեջ այնքան մանր տառերով ու այնքան երկար են գրում, որ ասում ես այսքան ով է կարդացողը։ Ստորագրում ես, հետո պարզում այնտեղ կետեր կան, որ ինչ որ հարցերի մեջ դու դրա պատճառով խնդիրներ ես ունենում կամ վնասներ ես քաշում։ Բայց Տերը այդպես ինչի լավ մացեք, ոչ մանր տառերով է գրում, ոչ էլ նենց անում, որ դու չկարդաս, հակառակ Տիրոջ կամքը է, որպեսզի մենք լավ հասկանալով, տեսեք, այստեղ ինչ է, խոսքը այսպես է, Տիրոջ խոսքն ասում է, երբ որ գնում ես Աստծո տուն, միշտ ապիր քո լեզվովը, միշտ ապիր ուխտ կապել, միշտ ապիր այո ասել կամ ոչ ասել, հիմարի զոհ մի մատուցիր, այսինքն հասկացանք, դա այն է, որ առանց հասկանալու, առանց կշռադատելու, արագ ասում է ու հետո պարզում է, որ ինքը չէր կարող անել։ Այսինքն Տերը ուզում է, որպեսզի մենք կշռադատենք, մտածենք, հասկանանք, մեր պատասխանատվությունը զգանք այնքան ծանրակշռությամբ, ինչքան որ իրականությունը կա։ Հիմարը չի հասկանում, այդ ծանրակշռությունը չի պատկերացնում, թեթև ինչ է, ելեկալ լինել, մի բան կլինի, բայց չի լինում։ Բայց Տերը տես չի ուզում այդպես լինի, ինքը այդպես երբեք չի։ Առաջի Պետրոս 4:17-18-ում ասում է ժամանակն է, որ Աստված
դատաստանը ինչ սկսի իր տանից, եւ եթե իր տանից, ապա ոնց էր ասում, ապա ամբարիշտի հետ ոնց կնի, եթե արդարը հազիվ է ապրում, այդպես է գրած, ապա ամբարիշտը որտեղ կմնա այսպես, այսինքն քննելու է Աստված եւ բոլորս են կանգնելու Տիրոջ այցանի առաջ եւ բոլորս այդ քննությունը պիտի անցնենք։ Հենց այդ քննություններից մեկը սա է, ուխտդ կատարել ես, ուխտիդ պայմանները կատարել ես եւ այլ բան է, ոնց որ ասած տարբեր պատճառներ դրա մեջ կարալ են, պատճառներ, որ սա է, որ չի կատարում, արդյոք չգիտի դրա համար չի կատարում, պատճառ, որ գիտի, բայց չի նազանդում Տիրոջ, այսպես կարելի ասել։ Եվ հետաքրքիրը դերում ենք Սուրբ Գիրքը, երբ որ ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսը ներկայացնում է իր գալուստը, երկրորդ գալուստը, եւ ներկայացնում էր իր դատաստանները, տեսնում ես ինքը ասենք ասած բաներ ունի, որ ըստ դրա անպայման ուշադրություն է դարձնում եւ քննում է մարդկանց եւ ասենք ասած հաշիվ է պահանջում դրա մեջ, որպեսզի այդ հարցերում մարդը ուշադիր լինի եւ երբ որ հաշիվ տալու օրը գա, ինքը կարողանա ճիշտ վարվի։ Եվ հիշեցնեմ վերջի առակները, ասենք ասած իր խաչելությունից առաջ, որ Տերը խոսում էր այդ մասին, որ երբ որ մարդի որդին գա, որ երբ որ իր գալուստը լինի, ինչ հարցերում է ինքը հաշիվ տալու, մարդիկ հաշիվ տալու, խոսենք Մատթեոս 25-րդ գլխում, օրինակ 31-ից 46 խոսքում ներկայացնում է, որ պիտի հիշում եք աջ եւ ձախ կողմերում չէ կանգնեցնի եւ սա է, որ ներկայացնում է, որ այդտեղ կարելի ասել բարության ու ողորմության չէ, ճիշտ, ասենք սիրո կյանք ունենալու հարցն է, որ ասում է սոված էի, ծարավ էի, բանտում էի, հիվանդ էի, չէ, եւ ձեռք մեկնեցի, կարելի ասել։ Մյուսին ասում է այդպես չէինք, չէ, եւ մերժվեցինք։ Այսինքն էս է, որ այո, որ մենք պիտի ուշադիր լինենք, որպեսզի այս հարցերում, որ պիտի քննվենք, հենց այս հարցերում ուղիղ գտնենք Տիրոջ առաջին։ Նա արդարության հարցում, իրավունքի հարցում, սիրո հարցում, ուրիշ տեղ ասում է այդ բան շատերը կգան կասեն Տեր, չէ, բաց մեզ համար, բայց ես կասեմ, ես ձեզ չեմ ճանաչում։ Ինձանից հեռու գնացեք ով անիրավություն գործողներ։ Այո, Աստված արդարության, սրբության Աստվածը եւ մեր ուխտի մեջ պահանջը սա է, որ դու քեզ արդարության եւ սրբության մեջ պահես եւ լինես սիրո մեջ, ինչպես նաեւ։ Բայց նաեւ տեսնում ենք կա նաեւ անհատական, ասենց ասած, ծառայության համար նաեւ պահանջ էսել մեր ուխտի մեջ մտած բանը։ Մատթեոս 24-րդ գլուխ 45-ից 51 խոսքը առակա դա, Մատթեոս 25-րդ գլուխ 14-ից 30 խոսքերը, այստեղ ծառաներին վերաբերվող արդեն, այսինքն այստեղ վարքը, անձնական վարքը, սրբության ծառայությունը չի, այլ պարգևի ծառայությունն է, որտեղ պարգև ունեցող մարդիկ, Աստծուց բան, ոնց որ ասած, պարգև ստացած մարդիկ մարդկանցից պահանջվեց հաշիվ։ Ինչպես ես վարվել, ինչ ես արել, իմ տված ինչպես ես օգտագործել, այսինքն ինձ ծառայել ես թե չէ։ Խոսում է մարդկանց մասին, որ ծառայում էին, հետո ասեցին Տերը ուշանում է, դրեցին անիրավություն արեցին, ասում է Տերը կգա եւ նրա բաժինը թեկուզ իրանա Տերն է, բայց անհավատների հետ կդնի, այդպես ասում, այսինքն կորուստ կեթա այդ մարդը։ Եվ խոսում մարդկանց մասին, որոնք մնացներ են վերսել, գիտեք դուք դրանք, դրա մասը կարճում Տիրոջից, բայց Տիրոջ նպատակին չէին ծառայեցրել, ոմանք ծառայեցրել են, ոմանք չէին ծառայեցրել։ Այսինքն հասկանում եք, որ Տերը հաշիվ է ուզելու։ Հետաբար մենք պիտի ուշադիր գտնվենք, որպեսզի մենք մեր վրա եղած, ոնց որ ասած, պարտականությունը, որ վեր ենք առել, կատարենք։ Ես հավատում եմ, վստահ եմ, որ մարդիկ կան, եկեղեցու մեջ են, եկեղեցի են եկել, իրանք ուրիշ ձև են պատկերացնում այդ ուխտի պայմանները իրենց համար, իրենց պատասխանատվությունը, քանց թե Աստծո խոսքն է ասում, քանց թե իրականում ուխտը կա։ Ուցը մտածում են գանք, գնանք, ժողովրդի հետ լինենք, էսա։ Բայց այդ չի։ Շատ բաներ կան։ Աղոթք արեք, խնդրեք Տիրոջը եւ Սուրբ Գիրքը, նոր կտակարանը, նոր ուխտը կարդացեք, թող Աստված ավելի հասկացնի ամեն մեկիդ ինչ ուխտի մեջ եք մտել։ Այդ ուխտի մեջ որն է ձեր բաժինը, ձեր կատարելու բանը։ Եվ ճիշտ քննություն արեք, արդյոք ես դրա մեջ եմ թե ոչ։
հիմա անենք, քանի դեռ ոնց որ ասած Տիրոջ առաջին փաստի առաջ չենք կանգնել։ Եվ հիշեցնեմ Եբրայեցիս 10-րդ գլուխ 26-ից 31 խոսքերը, ասում է, որովհետև եթե մենք ճշմարտության գիտություն ընդունելուց հետո հոժար կյանքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքի համար զոհ չի մնում, այլ դատաստանի ահոր սպասել է եւ կրակի զայրույթը, որ հակառակորդներին կլափե։ Մեկը, որ Մովսեսի օրենքը անարգում է, առանց ողորմության 2 կամ 3 վկայի խոսքով մեռնում էր, ել որքան ավելի կարծում ենք սաստիկ բաժի կարժանանա, որ Աստծո որդու ոտի տակ կոխեց, ուխտի արյունը պիղծ համարեց, որով նա սրբեցավ եւ շնորհքի հոգուն նախատեց։ Որտեղ գիտենք նրան, որ ասեց. «Իմն է վրեժխնդրությունը եւ ես հատուցում կտամ», ասում է Տերը, եւ դարձյալ թե Տերը կդատե իր ժողովրդին, սարսարփելի բան է կենթանի Աստծո ձեռքը ընկնել։ Այսինքն ներկայացնում է այստեղ Աստված իր ժողովրդին է դատում։ Խոսում է Տիրոջ ժողովրդի մասին, որոնք ճանաչեցին, հետո ուխտազանցել են, կարելի ասել։ Աստծո այդ որդու արյունը, ասում է, չէ, ուխտի արյունը ոտի տակ գցեցին։ Ուխտազանցելն է դա նշանակում։ Անարգել նաև է դա նշանակում։ Այո, եւ գիտենք այսօր այն ժամանակներն են, որ հատուկ չարից գործ է կատարում սուտ վարդապետներով, գուցե նեղություն ճնշումներ գործադրելով եւ տարբեր ճանապարհներով, հատկապես սուտ վարդապետներով, որ մարդիկ լինեն դառնան ուխտազանցներ։ Բայց պարտադիր չէ այդ սուտ վարդապետությունով ուխտազանց լինի։ Չէ, մարդը ուխտազանցը օրինակ ուխտի մեջ բաներ կա, ինքը չի կատարում։ Ոչ թե իրան վարդապետներն են դրան տարել, ես իմ այդ ստությունով մշտնջենական զոհ են անել, չէ։ Դրամը Տերը օրհնի մեզ, որպեսզի այո, մենք վախենանք Տիրոջից, նաև ուշադիր լինենք հոգս կաշենք, նորից եմ ասում։ Տերը կարելի ասել հատուկ անգամ զգուշացում բանա դրել, ձևա դրել, կարգա դրել, հենց տիրունական ընթրիքը, որ ամեն անգամ արվի եւ հիշվի, եւ այդ հիշվելու մեջ հիշվի, որ մենք Աստծո հետ ուխտի մեջ ենք, որ մենք մեր բաժին պարտասխանատվությունը, պարտականությունը, որ մեր վրա վերցնենք, հիշենք այդ օրը, նորոգենք եւ մտածենք, եւ եթե բաներ կա, ասենք, որ պիտի ուղենք անպայման, այսինքն անտես չարվի, դա անդադ հիշվի։ Աստված օրհնի մեզ, աղոթք անենք։